Արքիմեդը հին Հունաստանի խոշորագույն գիտնականներից է։ Նա իր կյանքը նվիրել է ֆիզիկայի և երկրաչափության ուսումնասիրությանը, ստեղծել է նոր տիպի բազմաթիվ մեխանիզմներ։ Արքիմեդը հարուստ քաղաքացի էր և Սիրակուզեի կառավարչի բարեկամը։ Ըստ ավանդազրույցի, մի անգամ թագավորն իր մոտ է կանչել Արքիմեդին և հանձնարարել է ստուգել, արդյոք իր թագը մաքուր ոսկուց է պատրաստված։ Արքիմեդին երկար ժամանակ չէր հաջողվում լուծել այդ խնդիրը, մինչև որ մի անգամ լողադաշտ մտնելիս նկատեց, որ որքան խորն է ընկղմում ջրում, այնքան ավելի շատ է բարձրանում ջրի մակարդակը։ Նա մերկ դուրս ցատկեց լողադաշտից բղավելով. «Էվրիկա, Էվրիկա»։ Այնուհետև նա լողադաշտի մեջ ընկղմեց թագը և դուրս մղվեց ջրի զանգվածով հաշվեց դրա ծավալը։ Ապա լողադաշտի մեջ ընկղմեց թագի քաշով մաքուր ոսկու ձուլակտորը։ Տեսնելով, որ երկրորդ դեպքում ջուրն ավելի քիչ բարձրացավ, Արքիմեդը հասկացավ, որ թագը մաքուր ոսկուց չէ, և խարդախ ոսկերից չմահապատժի ենթարկվեց։ Արքիմեդն ուսումնասիրել է նաև լծակների գործողության օրենքները։ Այդ առիթով հայտնի է նրա հետևյալ ասացվածքը. «Տվեք ինձ այն մանկետ, և ես կտեղաշարժեմ երկիրը»։ Գիտնականին վերագրվող ամենահայտնի գյուտերից է Արքիմեդի պտուտակը, որն օգտագործվում է ռոռոկման նպատակով ջուր բարձրացնելու համար։ Սակայն իրականում այդ պտուտակը Արքիմեդից շատ առաջ հայտնագործել էին հին եգիպտացիները։ Իր հայրենի քաղաք Սիրակուզան հռոմեացիների ներխուժումից պաշտպանելու համար Արքիմեդը ստեղծեց ռազմական զարմանահրաշ մեքենաներ, որոնք ջրասույզ էին անում կամ տաշտեղների վերածում թշնամու նավերը, ոչնչացնում ռազմիկներին։ Դրանց մեջ կային նաև հսկա հալիներ, որոնք արևի ճառագայթները կիզակետում էին թշնամու նավերի վրա և այրում դրանք։ Երբ հռոմեացիներին այնուհանդերձ հաջողվեց գրավել Սիրակուզան, գիտնականի տուն ներխուժած ռազմիկը տեսավ ավազով լի արկղի վրա խոնարհված ծերունուն, որ երկրաչափական պատկերներ էր գծում։ «Չդիպչես իմ գծագրերին», կոչեց Արքիմեդը։ Պատասխանի փոխարեն հռոմեացի ռազմիկը թափահարեց սուրը, և մեծ գիտնականն ընկավ ավազին, իր արյամբ ցողելով գծագրերը։